Ողջույն բոլորին, ուրախ եմ կրկին ձեզ ողջունելու համար։ Այսօր եկեք միասին պատրաստենք բերանում հալչող անչափ համեղ թռչնիկատ։ Ես նախապես հալեցրել եմ 100 գրամ կարագը, որից հետո վրան ավելացնում եմ 300 գրամ շաքարավազ և 4 ճաշի գթար մեղր։ Ստացված զանգվածը խառնում են գոլորշու վրա, մինչև շաքարավազը հալչի։ Այնուհետև ավելացնում ենք 4 հարած ձուն և սկսում ենք արագ-արագ հարել։ Մոտ 2 րոպե լավ հարելուց հետո ավելացնում ենք 2 թեյ գթալ սոդա, 1 ճաշի գթալ քացախ և լավ հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք մաղով անցկացված աղյուրը, մի քանի րոպե խառնելուց հետո վերցնում ենք գոլորշու վրայից։ Արդեն գործողությունը կատարում ենք հարթ մակերեսի վրա և ավելացնում ենք աղյուրը անգամ, մինչև ստանանք պինդ խմոր։ Արդեն պատրաստի խմորը բաժանում ենք 4 գնդերի և թողնում ենք մի փոքր հանգստանա։ Նախքան այդ սկսում ենք պատրաստել մեր կրեմը։ 4 ճաշի գթալ աղյուրի վրա ավելացրել եմ 100 գրամ շաքարավազ և ավելացնում եմ 400 մգ կաթ։ Լավ խառնում ենք և դնում ենք կամաց մարմանդ կրակի վրա եփվելու։ Արդեն եփված խաշիլը թողնում ենք սառչի և հարում ենք 150 գրամ կարագի հետ։ Սկսում ենք կրկնակով հավասար բացել մեր գնդերը, որը եփելու ենք ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում։ Եվ արդեն սկսում ենք կրեմով հավաքել մեր 4 շերտերը։ Իսկ վրան ոչ մի բան չենք քսում, քանի որ պետք է գլազուր անենք։
Սկսում ենք պատրաստել մեր ջնարակը, որի համար 4 ճաշի գթալ կակաոյի վրա ավելացնում ենք 3 ճաշի գթալ շաքարավազ եւ 8 ճաշի գթալ ջուր։ Իսկ արդեն եփվելուց հետո ավելացնում ենք կես թեյի գթալ ձիթայուղ։ Եվ սկսում ենք հավասար տարածել մեր գլազուրը արդեն վերին շերտի վրա։ Դե ինչ, արդեն պատրաստ է մեր թռչնիկաթը, հուսով եմ, որ կհավանեք։ Ստացվել է անչափ համեղ եւ բերանում հաճող փափուկ խմորեղեն։